Աշխատանքային օրերին 14:15, 15:05 եւ 16:45 Աշխարհ հաղորդում։ Աշխարհ ամենաուշադիր հայացքը մեր երկրից դուրս ընթացող զարգացումներին։ Բարի օր, եթերում աշխարհն է, խոսափողի մոտ Լիաննա Խաչատրյանն է։ Այն մասին, թե ինչ է կատարվում մեր երկրից դուրս կպատմեմ քիչ անց, իսկ հիմա նախ համառոտ։ Մեհրիբան Ալիևան սարսափ երազ է Նախիջևանյան կլանի համար։ Առաջին տիկնոջ նախագահության հեռանկարն ավելի ակնհայտ է դառնում։ Թուրքիան պատժում է Կարսի բնակչությանը, հայ-թուրքական սահմանը փակ է միայն այդ պատճառով։ Ամերիկայում օտարների համար այլևս տեղ չկա։ 2011 թվականին Ազատության երկրից արտաքսվել է ռեկորդային թվով անօրինական ներգաղթյալ։ Այս եւ այլ ուշագրավ իրադարձությունների մասին կպատմեմ հենց հիմա, մնացեք մեզ հետ։ Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար ներքին պայքարը նոր երանգներ է ստանում, հատկապես որ Իլհամ Ալիևը վերջերս խուսափողական եւ ոչ հստակ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ։ Այս մասին գրում է ադրբեջանական Ազատլիկ թերթը։ Ըստ պարբերականի, դա լրջորեն անհանգստացրել է Նախիջևանյան կլանի ներկայացուցիչներին, այդ թվում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևին, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովին եւ ներքին գործերի նախարար Ռամիլ Սուբովին։ Պատճառն այն է, որ նման պայմաններում Մեհրիբան Ալիևայի իշխանության գալը դառնում է շատ ավելի հավանական եւ իրականանալի, գրում է Նյուսեյեմը։ Նախիջևանի կլանն այդ մտավախությունն ուներ դեռ 2008 թվականին, բայց երբ Իլհամ Ալիևը երկրորդ անգամ զբաղեցրեց նախագահի պաշտոնը, լայնորեն սկսեց քննարկվել, որ Մեհրիբան Ալիևան կդառնա Ադրբեջանի նախագահ 2013 թվականին։ Բաքու Շիրվանյան կլանն այդ ուղղությամբ ակտիվ քայլեր է ձեռնարկում։ Նախիջևանյան կլանը հարկադրված էր համապատասխանաբար գործել։ Արդյունքում 2009 թվականի մարտի 18-ին անցկացված հանրաքվեի շնորհիվ Փաշաևների ծրագիրը լիովին ձախողվեց, բայց այժմ, երբ Իլհամ Ալիևն աշխարհի կողմից ընկալվում է որպես բռնապետ, շատ հավանական է, որ 2013 թվականին նախագահի պաշտոնը զբաղեցնի Մեհրիբան Ալիևան։ Ավելին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վերջին այցից եւ դրա ընթացքում Մեհրիբան Ալիևայի հանդեպ ցուցաբերած անհատական վերաբերմունքից հետո Նախիջևանյան կլանը իսկապես մտահոգվելու լուրջ պատճառներ ունի, եզրափակում է Ազատլիգը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ադրբեջանական այցի ժամանակ միակ նշանակալից իրադարձությունը եղել էր Ադրբեջանի առաջին տիկնոջը Մեհրիբան Ալիևային պատվո լեգիոնի շքանշան շնորհելը։ Մինչդեռ Ֆրանսիայի նախագահի այցերը Հայաստան եւ Վրաստան աչքի էին ընկել մի շարք ուշագրավ իրադարձություններով։ Սարկոզիի նվերը Մեհրիբան Ալիևային մի շարք մտորումների տեղիք է տվել Ադրբեջանում։ Ֆրանսիայի նախագահը միևնույն շքանշանը շնորհել էր նաեւ Վրաստանի նախագահ Միխայել Սաակաշվիլիին, սակայն Ադրբեջանի նախագահը չէր արժանացել այդ պարգևին։ Պարգևը շնորհվում է դեմոկրատացման ուղղությամբ ձեռնարկած ակտիվ ջանքերի համար, իսկ Սարկոզին իր քայլով ցույց է տվել, որ Մեհրիբան Ալիևան արևմուտքում արդեն ընկալվում է որպես առանձին գործիչ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհրդի ներկայացուցիչների հետ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ Դավութօղլուն խորհուրդ է տվել Սիրիայում ժողովրդավարական փոփոխությունների համար պայքարել բացառապես խաղաղ միջոցներով։ Այս մասին գրում է Առաջին լրատվականը։ Արաբական երկրների լիգան ջանքեր կգործադրի սիրիական կառավարության եւ ընդդիմության միջև բանակցություններ անցկացնելու համար, հայտարարել է Քաթարի վարչապետ Համադ Իբն Ջասիմ Ալտանին, ապա ավելացրել, այդ նպատակով արդեն կազմված է Արաբական երկրների լիգայի հատուկ հանձնաժողով Քաթարի ղեկավարությամբ։ Դամասկոսը բացասական է արձագանքել այս ամենին, հայտարարելով, որ թույլ չի տա այլ երկրներին միջամտել Սիրիայի ներքին գործերին։ Թուրքիայի կառավարության նոր որոշմանը, որով նախատեսվում է Վրաստանի, Իրանի եւ Իրաքի հետ 9 նոր մաքսակետ բացել, անդրադարձել է Կարսի տեղական թերթերից Սերհաթն Սեսի լրագրողը։ Թուրք լրագրողը գրում է, որ Թուրքիան նոր մաքսակետեր է բացում, սակայն Կարսի նահանգի եւ Հայաստանի միջև ընկած մաքսակետի բացման մասին խոսք անգամ չկա։ Կարսեցիները անձայն մտածում են, կա արդյոք աշխարհում մեկ այլ օրինակ։ Ղարաբաղի խնդրի պատճառով Թուրքիա եւ Ադրբեջանը փակ են պահում հայ-թուրքական սահմանը, պատժելով միայն Կարսին եւ
կարսեցիներին։ Կարսում եւ հարևան նահանգներում եկամտի միակ աղբյուրը անասնապահությունը պետական սխալ քաղաքականության հետևանքով անկում է ապրում, գրում է լրագրողը, պնդելով, որ Կարսի ժողովրդին կփրկի միայն Հայաստանի հետ սահմանի բացումը։ Թուրք լրագրողը նշել է, թե թուրք-հայկական սահմանը միայն կարսեցիների համար է փակ, քանի որ հայաստանցիները կարողանում են Սևծովյան շրջանով եւ օդային ճանապարհով Թուրքիայի հետ առևտուր անել։ Փակ սահմանը ստիպում է, որ կարսեցիները ապրեն աղքատության մեջ։ Կարսում նույնիսկ վախենում են խոսել հայ-թուրքական սահմանի բացման մասին, գրում է թերթի լրագրողը։ Երեք իսրայելական բանտերից ազատ է արձակվել 477 պաղեստինցի կալանավոր, նրանցից 40-ին Իսրայելը որոշել է արտաքսել Քաթար, Թուրքիա եւ Հորդանան։ Ինչպես գրում է թուրքական Վաթան թերթը, Թուրքիան արդեն ընդունել է Եգիպտոսում գտնվող 40 արտաքսված դատապարտյալներից 11-ին, ովքեր հիմնականում Համաս խմբավորման անդամներ են։ Պարբերականը գրում է, որ Թուրքիա ժամանած պաղեստինցիներից է Իսրայելի համար ամենավտանգավոր դեմքերից համարվող Համասի բարձրաստիճան ներկայացուցիչ Զեքերիա Վելիտ Աքլը։ Իսրայելի իշխանությունները նրան դատապարտել էին 16 ցմահ բանտարկություններին։ Նա իսրայելական բանտում անցկացրել է 19 տարի, Քասամի բրիգադներ խմբավորման հիմնադիրն է։ Թերթ-ը հիշեցնում է, որ 3 պաղեստինյան Համաս շարժումն ազատ է արձակել 2006 թվականից ի վեր Գազայի հատվածում ռազմագերու կարգավիճակում պահվող իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթին։ Շալիթի ազատ արձակման դիմաց Թել Ավիվը պարտավորվել է իսրայելական բանտերից ազատ արձակել 1027 պաղեստինցի դատապարտյալների։ Իսրայելի հետ հարաբերությունների ամրապնդման համար Հունաստանի կառավարությունը ուղումներ է մտցրել քաղաքացիության մասին օրենքում։ Այս մասին հաղորդում է Miknews.com կայքը։ Նոր օրենքի համաձայն, որն ընդունվել է իսրայելական կողմի խնդրանքով, Հունաստանը մեխանիկորեն կվերականգնի բոլոր հրեաների քաղաքացիությունը, ովքեր ծնվել են այդ երկրի տարածքում մինչև 1945 թվականը, սակայն այժմ ապրում են Իսրայելում։ Նրանց թիվը մոտ 600 է։ Բացի այդ, նախատեսված է Հունաստանի հրեաների սերունդներին քաղաքացիություն շնորհելու իրավաբանական գործընթաց։ Այս դեպքում եւս խոսքը հարյուրների մասին է։ 2011 թվականին Ամերիկայից վտարվել է ռեկորդային թվով շուրջ 400,000 անօրինական ներգաղթյալ։ Այս մասին ըստ Reuters գործակալության հայտնել են Ամերիկայի միգրացիոն մաքսային հետաքննությունների ծառայությունից։ Այդ տվյալներով սեպտեմբերի 30-ին ավարտված նախորդ ֆինանսական տարում երկրից վտարվել է մոտ 400,000 անօրինական ներգաղթյալ։ 2010 թվականին ֆինանսական տարում վտարվածների թիվը 393,000 էր։ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհուրդը որոշել է ազատ առևտրի գոտի ստեղծել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Երկար սուր, սակայն կառուցողական բանակցությունների արդյունքում մենք եկանք գլխավոր հարցի լուծմանը, ինչի համար այսօր հավաքվել էինք։ Մենք պայմանավորվեցինք ԱՊՀ-ում ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագիր ստորագրել, ասել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Այժմին այսքանը, ցտեսություն։